Վարսահարդարը կնոջ կերպարի ճարտարապետն է։ Ճիշտ ընտրված վարսահարդարը միշտ է ստեղծում վառ կերպար։ Հենց այդ պատճառով ես իմ մազերը վստահել եմ հայտնի վարսահարդար ոճաբան Գնել Սողոմոնյանին։ Գնելի մոտ վարսահարդարումը պարզապես պրոցես չէ, այլ ոճի և ինքնաարտահայտման արվեստ։ Ինչպես նկարիչը վրձնով նոր կերպարին տալիս է հոգի, այնպես էլ նա մազերի միջոցով փոխանցում է ոճ, ինքնավստահություն և հմայք։ Գնելը, իմ բնական խոպոպների հեղինակը Գնելն է, ինքն է աշխատել, հետաբերելի մանկության խոպոպները։ Գնելի մոտ սաներվում են մայրը, աղջիկը և թոռնուհին։ Այդ ասում է, որ Գնելը դա չհնացող բրենդ է։ Գնելը դա ոճաբան է, ինքը ոճաբան է, պիտի լինեն Գնելի նմանները մեր բյութի ինդուստրիայի մեջ։ Դա արդեն բարձր մոդայի մասին է խոսքը։ Ես սիրում եմ Գնելի մոտ գնալ, որտեղ Գնելը իմ իմաստությունից ունի հաճախորդներ ամբողջ կյանքի համար։ Վերջ, հաճախորդներ ամբողջ կյանքի համար են լինում։ Ոճաբանի մոտ կամ պետքա վստահես և լիովին վստահ լինես, որ դու այդտեղից դուրս ես գալու այնպես ինչպես ուզում ես, կամ ընդհանրապես չպետք է հաճախես ոճաբանի մոտ։ Իսկ Գնելի մոտ կարելի է վայել, Գնելի մոտ սուրճ կարելի է վայելել, ովքեր դեռ չեն վայելել, գնացեք Գնելի մոտ սուրճ վայելելու։ Գնելի մոտ միշտ դասավորված է, միշտ գրագետ է, միշտ սիրված է։ Դու այնտեղ քեզ սիրված ես զգում։ Սիրված ես զգում, մի բառով Գնելի մոտ դու քեզ սիրված ես զգում։ Եվ հետո Գնելը միշտ ոճի մեջ է, եւ երբ որ գնում ես Գնելի մոտ ուզում ես էլի ոճդ փոխես։ Կամ ուշքի գաս։ Ուշքի արի աղջիկս, տենց բանա, ուշքի արի։ Գնում ես Գնելի մոտ ուշքի գալու։ Գնում ես իր այլու մեջ նայելու, մի հատ ինքը տենց կանցնի։ Հա մեկ էլ պետքա գնաս մազերը այնտեղ լվանալու, որպեսզի զգաս, որ լավ ապրելը լավ բան է։ Երբ խնամում են քո մազերը, կատարում է Գնելը իր աշխատանքը։ Գնելը իր աշխատանքը կատարում է։ Գնելը իր ոլորտի մեջ դա երգահան է, դա արվեստագետն է արդեն։ Երբ որ չունի կոնկրետ կտրվածքներ, նա ունի քո սանրվածքը, քո հոգու, քո նման մարդու սանրվածքի մասին է խոսքը։ Դա քո անձի մասին է, այլ ոչ թե կառեներ, կարճ, շերտեր, ոչ։ Քո կտրվածքը, ամեն կտրվածք հիմա պետք է լինի քոն, ամեն գույն պետք է լինի քոնը։ Չկա շաբլոն հիմա անհատականությունների ժամանակներն, իսկ Գնելը ինքը անհատականություն է։ Գնելը դա վառ անհատականություն է Հայաստանի բյութի ինդուստրիայում։ Ասում են կնոջը վերաբերող ցանկացած խնդիր, որի դեմ անզոր են հոգեբանները, լուծվում է վարսահարդարի մոտ։ Ես կասեի վարսավիրը առաջինը պետք է հոգեբան լինի, հետո նոր զբաղվի իր մասնագիտությամբ, քանի որ մենք կնոջը դիմավորում ենք, զրուցում ենք, ծանոթանում ենք, հետո անցնում ենք մեր հիմնական աշխատանքին։ Այդ դեպքում ինչ են փնտրում կանայք ձեր ստուդիայում և ինչ են ուզում ձեզնից։ Որպես կանոն, ցանկացած կին ուզում է գեղեցիկ տեսք ունենալ, իսկ մենք գիտենք, որ գեղեցիկ տեսքի գրավականը դա առողջ և գեղեցիկ մազերն են, ճիշտ ընտրված սանրվածքն է և ճիշտ ընտրված գույն է մազերի երանգն է։ Շատ հաճախ լինում են պահեր, երբ որ հաճախորդը, կինը և վարսահարդարը բնականաբար չեն համաձայնվում սկզբից, իհարկե ճիշտ մոտեցման դեպքում այնպես ենք անում, որ կանայք գոհ և ուրախ հեռանան մեր ստուդիայից, մեր սալոններից և ընդհանրապես։ Լավ, իսկ այդ պատմությունները, հա, ստուդիայում կանանց պատմությունները ավելի շատ գեղեցկության մասին են, թե ինքնավստահության։ Ցանկացած ինքնավստահություն բխում է մարդու ներսից։ Թե կին, թե տղամարդ, ինձ թվում է, եթե ներսից ինքնավստահ են, իրենք ներսից գեղեցիկ են, բարի են, ապա արտաքինը նույնպես կկարողանա համապատասխանել։ Այդ դեպքում մենք ներկայացնենք ձեր այցելուների հոգեբանական կերպարը։ Ինչպիսի կանայք են դիմում ձեզ, ինչ-որ բան միավորում է իրենց։ Ես հյուրեր եմ ավելի շատ ասում, քան հաճախորդներ, որտեղ ես և ընկերներ եմ բավականին երկար ժամանակ մենք աշխատում ենք իրար հետ։ Իրենք տարբեր են, բայց միևնույն ժամանակ շատ նմանություններ ունեն։ Տնօրեններ են, դասախոսներ են, բժիշկներ են, ուսուցչուհիներ են և ցավոք սրտի չունեմ
տնային տնտեսություններ, որպեսզի կարողանամ համեմատել իրենց տարբերությունը։ Գնել դուք ոլորտի լավագույններից մեկն եք, ես կասեի լավագույնը, եւ գնել Սողոմոնյան անունազգանունը արդեն բրենդ է, հա, այդ գեղեցկության ինդուստրիայում, այ զգացողությունը, որ դու պահանջված մասնագետ ես։ Նախ շնորհակալ եմ բարձր գնահատանքի համար։ Գիտեք, 30 եւ ավել տարիներ է, որ այս ոլորտում աշխատում եմ, բայց չեմ ծերանում մասնագիտության մեջ, հակառակը ամեն տարի վերածնվում եմ, նորություններ եմ մտցնում ես ինքս եւ սովորում եմ իհարկե նոր մասնագետներից եւ նոր պրոդուկտների հետ եմ ծանոթանում։ Գիտեք, ամենակարևորը այստեղ ճիշտ մոտեցումն է մարդուն, ոչ թե մասնագիտությանը։ Եթե ես սխալ մոտեցում ցուցաբերեմ հաճախորդին, հյուրին, նշանակում ես ճիշտ դաստիարակություն չունեմ։ Իմ դաստիարակությունը բերեց նրան, որ ես լավ մասնագետ դարձա։ Իսկ հաջողության բանաձևը, հա, ինչից է կառուցված։ Աշխատասիրությունից, անքուն գիշերներից 5 տարի 24 ժամ աշխատել եմ ինքս ինձ վրա, պարապել եմ մանեկենների վրա, կենդանի մարդկանց վրա, սովորացրել եմ մանկատան երեխաներին այս մասնագիտությունը, որպեսզի ես անընդհատ շարժի մեջ լինեմ, երբեք չեմ ննջել։ Ինչի համար եք սիրում ձեր աշխատանքը։ Նախ առաջինը, որ շատ հետաքրքիր է որպես մասնագիտություն, շատ հետաքրքիր է, որովհետև այստեղ մենք նաև ուսումնասիրում ենք քիմիա եւ ֆիզիկա, հոգեբանություն ամենակարևոր եւ ամենակարևորը դու ամեն օր նոր մարդկանց հետ ես շփվում ու քո ներքին մարդը երբեք չի ծերանում։ Որն է ամենաէմոցիոնալ կամ հիշարժան պահը, որ երբևէ ունեցել եք որևէ հաճախորդի հետ։ Կա այսպիսի պահ։ Ճիշտ ասած, չեմ կարողանում մտաբերեմ ինչ-որ այտենց դրանք շատ են։ Շատ է եղել եւ բարեբախտաբար լավ էմոցիաներ են դրանք եղել, վատը չեն եղել, քանի որ ես ընդհանրապես սիրում եմ շփվել այն մարդկանց հետ, ում հետ որ իմ աուրան համընկնում է։ Երբ որ դու շփվում ես այն անձնավորության հետ, որի հետ որ կոնտակտի դուրս չես գալիս, դու չես կարողանա ստանալ այն, ինչը որ դու արդեն պատկերացնում ես։ Իսկ մազերի գույնը կամ կտրվածքը, հա, ասեցիք աուրա, կարող են բնութագրել կնոջը։ Ես կասեի չէ, շատերը կարող է չհամաձայնվեն ինձ հետ, բայց դա ընդհանրապես կապ չունի, ավելի շատ դա մասնագետի ճիշտ ընտրությունն է եւ հաճախորդին ճիշտ տեսնելու, ընկալելու բնավորությունը։ Մենք ոնց ենք ընտրում սանրվածք, մազի երանգ։ Մենք ընտրում ենք կնոջ ապրելակերպից ելնելով։ Եթե բժիշկ է, նա չպետք է լինի շատ աչքի ընկնող, ինչ-որ դժվար կտրվածքով, դժվար գույներով, որովհետև նա աշխատում է պացիենտների հետ, դա հոգեբանորեն կարող է ազդել հիվանդի վրա։ Այսինքն այդ այնքան մանրուքներ կան, որ մենք հաշվի ենք առնում, այսինքն պետք է հաշվի առնի մասնագետը։ Կանայք շատ բան կարող է ուզեն, բայց մենք պետք է շատ ճիշտ ձևով բացատրենք, որ սա ձերը չէ, որ պետք է ընտրել սա եւ նմանատիպ հետաքրքիր շփումներ տեղի ունենում մեր գործի մեջ։ Շատ ժամանակ կռիվներ են լինում, բայց վերջում հաղթում է իհարկե մասնագետը։ Հաղթում եք դուք։ Եվ երբ որ դուք անում եք եւ կամ այսպես ասած շակերտավոր պարտադրում եք ձեր մասնագիտական խմբագրումները, հա, վերջին հայացքը հայելու մեջ, որպես կանոն Որն է լինում կնոջ գոհունակություն։ Ասում եմ, այս սրիկան ինչպես միշտ ճիշտ էր։ Ասում են նոր կերպար, նոր ոճ, նոր կյանք, հա։ Վարսահարդարի դերը այդտեղ շատ մեծ է, չէ՞։ Ոճաբան Վարսահարդարի։ Այո, որովհետև եթե կինը Վարսահարդարի ընդհանրապես գեղեցկության սրահից հեռանում է երջանիկ,
ապա նրան շրջապատող բոլոր մարդիկ երջանիկ են։ Եթե կինը մտնում է սալոն վրդովված ինչ-որ մի բանից, մենք չգիտենք ինչից, բայց մենք էներգետիկորեն պետք է զգանք, որ այդ մարդուն մեր օգնությունն է պետք։ Նախ առաջինը մի 5 րոպե զրուցում ենք, սուրճ ենք հյուրասիրում, խոսում ենք մեր խնդիրներից մի թեթև, որպեսզի նա հասկանա, որ իրեն վիճակն էլ ավելի գերազանց է, քան մերը, ու սկսում ենք արդեն հանգիստ աշխատել։ Աշխարհահռչակ, որ կնոջ մազերը կուզենայիք ձևափոխել։ Այ, ձևափոխել չէի ուզենա, կամ հարդարել։ բայց ինձ համար միջազգային, այսպես ասեմ, կնոջ կերպար, որպես ճիշտ մեծացող կին, դա Դեմի Մուրն է, այդ ալյանատյուրել վիճակը շատ եմ սիրում, ցանկացած կնոջ մեջ, որ ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ, երբեք պետք չէ չափերը անցնել, ու ինձ թվում է նա այդ կանանցից մեկն է։ Որ կտրվածքը երբեք գնել դուրս չի գա նորաձևությունից։ Սազող, ճիշտ ընտրված կտրվածքն առաջ, եթե մենք կնոջ կերպարը ճիշտ ենք հասկանում ու ընտրում ենք կտրվածքը, ապա այդ կտրվածքը ամենանորաձևն է եւ ամենագեղեցիկը։ Ինչն է առաջինը նկատում կնոջ մեջ։ Առաջինը գնահատում եմ մազերը։ Կնոջ կարևորագույն հատկանիշը։ Համեստությունը։ Ինչ պետք է անել կնոջ սիրտը շահելու համար։ Շփտալ։ Ուժեղ կին թե նուրբ։ Ուժեղ կին։ Ձեր կյանքի կարևորագույն կանայք։ Մայրս, աղջիկս եւ թոռնուհիս։ Կին, ով ամենաշատն է ոգեշնչում։ Մի քանի կանայք կան, որոնք որ իմ հաճախորդների հենց շրջանից են, կուզենայի այդպիսի կանանցով շրջապատված լինեմ։